Պարոն Սողոմոնյան, նոյեմբերի 2-ի կիրակի օրը կրկին Հովանավանքում պատարագ մատուցվեց կարգալույծ արված քահանայի ձեռամբ, որին աջակցություն է հայտնել նաև գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք էլ եւ մասնակցում էին պատարագին։ Կխնդրեմ նախ ձեր գնահատականը ներկայացնեք այս ամենի կապակցությամբ եւ նաև արդյոք սրանով եկեղեցու ներսում էլ պառակտում չի մտցնում, գործող իշխանությունը սևերի սպիտակների չի բաժանում, խնդրեմ։ Նախ թույլ տվեք մի փոքր այդպես ուղում անել, ոչ թե պատարագ է մատուցվել, այլ պարզապես պատարագի շոու է բեմադրվել, որովհետև կարգալույծ քահանայի ձեռամբ արվածը ընդամենը կարող է լինել խաղ, կարող է լինել շոու, բայց ոչ երբեք, կարող է լինել բեմականացում, ներկայացում, բայց ոչ երբեք պատարագ, սուրբ եւ անմահ պատարագ, որովհետև սուրբ եւ անմահ պատարագը մատուցվում է հայոց հայրապետի կողմից ձեռնադրված, օծված քահանայի, եպիսկոպոսի կամ հոգևոր այլ ծառայողի կողմից։ Բնականաբար նպատակը հայաստանյան ծառայքելական սուրբ եկեղեցին կազմաքանդելն է, Նիկոլ Փաշինյանի ոճը այնպիսին է, որ ցանկացած համակարգ, որը որ ունի բարձր ռեյտինգ, իր համար ներկայացնում է պոտենցիալ վտանգ, մանավանդ այն համակարգերը, որոնց բնույթը ազգային է, որոնք ազգային հիմնախնդիրներով եւ այդ թվում նաեւ Արցախի հիմնախնդրով հանձնառու կառույցներ են, կազմակերպություններ են, իր համար ներկայացնում են վտանգ, իր իշխանության համար եւ դրսի իր հովանավորների համար են ներկայացնում վտանգ, այսպիսով ինքը իր հովանավորների դրսում, որոնք նստած են Անկարայում եւ Բաքվում, հետ ձեռք-ձեռքի տված է գործում այս հարցում եւ Անկարան եւ Բաքուն եւ ինքը ունի այստեղ շահ կազմաքանդելու հայաստանյան ծառայքելական սուրբ եկեղեցին։ Այդ կազմաքանդման մեխանիզմներից մեկը, այսպես ասած, ներքևներին վերևների դեմ հանելն է, հա? Ցեք կաթողիկոսը վատն է, եպիսկոպոսները վատն են, քահանաները լավն են։ Ինչ է շահում դրանով։ Ինքը շահում է այն, որ կառույցը հայաստանյան ծառայքելական սուրբ եկեղեցին կազմաքանդվում է, դա նրան պետք է առաջին հերթին այն առումով, որ ընտրություններից առաջ իր համար էլեկտորատ ընտրազանգված է ապահովում քաղաքական կոնֆլիկտ ստեղծելով, հրահրելով քաղաքական կոնֆլիկտ, ստեղծելով քաղաքական կոնֆլիկտային իրավիճակ, հանրության առաջ ներկայացնելով ինչ-որ մի վատ կերպար, ինչ-որ մի դև, ինչ-որ մի հրեշ, որը որ չի թողնում, որ մեր երկիրը զարգանա, հա, եթե առաջ օրինակ ասենք ավելի շատ այդ մասին խոսում էին նախկին իշխանությունների հետ կապված, ապա հիմա այդ ամբողջ օրակարգը սպառվել է, վերջացել է եւ հիմա իրեն նոր հրեշի, նոր դևի օրակարգ է պետք, որտեղ ինքը պետք է հանդես գա որպես հրեշին հաղթող այդ ասպետը, հա։ Էս է եւ հատկապես այն ընտրազանգվածը, որոնք որ իրեն առաջ հավատացել են եւ նույնիսկ 2021 թվականին ընտրության ժամանակ իրեն ձայն են տվել, իր օգտին քվեարկել են, բայց հետո հիասթափվել են, բայց դեռևս չկողմնորոշված են, նա խնդիր ունի այդ մեր հայրենակիցներին իր դաշտը բերելու։ Էս է հիմնական։ Ընդ որում, պարոն Սողոմոնյան, նշենք, որ Հովանավանքի Բաքում հավաքված քաղաքացիների հետ երբ մենք զրուցեցինք, նրանք բառ առ բառ կրկնում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք ուղղված էին կաթողիկոսին եւ բավականին ակտիվ կարծես թե հետևում են Նիկոլ Փաշինյանին, ինչ կարող ենք ասել, արդյոք այս ստեղծված իրավիճակը եկեղեցի պետություն հարաբերությունները, որ կա, շարունակվելու է մինչեւ 2026 թվական համապետական ընտրությունները։ Ես չէի ուզենա ասել եկեղեցի պետություն, բայց փաստացի, քանի որ պետությունը այսօր բռնազավթված է նրա կողմից, դուրս է գալիս, որ դառնում է եկեղեցի պետություն հակամարտություն, որովհետև եկեղեցու դեմ այս արշավին օգտագործվում են, այդ բառերով պետք է ես ասեմ, այդ բառով պետք է ասեմ, օգտագործվում են պետությանը, ժողովրդին պատկանող կառույցները, ժողովրդին պատկանող պետությունը, ժողովրդին պատկանող քննչական մարմինները, որոնք քաղաքական պատվերով, քաղաքական հրահանգով քրեական գործեր են հարուցում եւ դատախազությունը, որը քաղաքական պատվերով կալանավորման միջնորդություն է ներկայացնում
եւ որոշ դատավորներ, որոնք քաղաքական պատվերով այդ կալանավորումները իրականացնում են կամ նույնիսկ ազատազրկման են դատապարտում, ինչպես եղավ Միքայել Սրբազանի պարագայում։ Օգտագործում են պետության բազմաթիվ այլ մարմիններ, ընդհանրապես վարչական ապարատը, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց որ հրահանգում են, մենք ինչպես տեսնում ենք, այդ պատարակ շոուներին մարդիկ են մասնակցում, որոնք ոչ մի կապ չունեն ընդհանրապես հոգևոր կյանքի հետ, եկեղեցու հետ, բայց իրենք այդպես ներկայություն գլխաքանակ ապահովելու նպատակով, նաև որպեսզի իրենց ենթականերն էլ լինեն, այդտեղ են լինում եւ փորձում են վարչական ռեսուրս գործադրելով ապահովել ներկայություն եւ դրանով ճնշում գործադրել։ Մի այլ արգահատելի հանգամանք է հանրային հեռուստաընկերության օգտագործումը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը այս արշավի մեջ ոչ թե հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ պարզապես որպես անհատ քաղաքացի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու անդամ, հետևորդ։ Եթե նա հանդես է գալիս որպես անդամ, որպես հետևորդ, ապա ինչպես է պետական մարմինները ծառայում նրան։ Ինչպես է, լավ, ենթադրենք, եթե անվտանգային ինչ-որ մարմիններ են ծառայում, պետական պաշտպանության ծառայություն, ինչ որտեղ կարելի է հասկանալ, որ ասել դե համենայն դեպս նաև վարչապետը նրա անվտանգությունը պետք է ապահովել։ Բայց այդ դեպքում հանրային հեռուստատեսություն է, ինչու է այդտեղից ուղիղ եթեր հեռարձակում։ Արդյոք ցանկացած շարքային քաղաքացու ակցիան հանրային հեռուստատեսությունը լուսաբանում է։ Իհարկե ոչ, բայց այս դեպքը նաև ցույց է տալիս, որ հանրային հեռուստատեսությունը, որը հանրային մարմին է, որը ոչ թե քաղաքական, ոչ թե ՔՊ-ի լրատվամիջոցն է, այլ հանրային մարմին է, հանրային լրատվամիջոցն է եւ այդ թվում իմ հարկերից է ինքը ստանում գումարներ, ծառայեցվում է այս պիղծ օրակարգին։ Այս ընթացքում վեհապարին ինչ է սպասվում ձեր կանխատեսմամբ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է կարգալույց ճանաչել նրան, ժողովրդին ամբողջովին հանել նրա դեմ եւ ինչպես ինքն է նշում, վեհարանը վեհապարից ազատելու գործընթացը արդյոք հաջողվելու է։ Իհարկե ոչ, չի հաջողվելու։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ամուր է եւ միաբան է։ Կան իհարկե առանձին սպասավորներ, կարող են լինել առանձին քահանաներ, կարող են լինել նույնիսկ առանձին ավելի բարձր միգուցե ռանգի հոգևոր սպասավորներ, ովքեր որ անհնազանդություն կարող են հանդես բերել, բայց դա չի նշանակում, որ նրանք այդ քայլերով ի վիճակի են սասանելու, խարխլելու մեր 1725-ամյա նվիրապետական այդ կառույցը։ Կարող են ճնշել, կարող են ձերբակալել, կարող են կալանավորել անգամ վեհապար հայրապետին, եպիսկոպոսներին, բայց դա չի կարող բերել իրենց ուզածին, չի կարող հանգեցնել կաթողիկոսի հրաժարականին, այսպես ասենք, որովհետև կաթողիկոսի ընտրությունը քաղաքական ընտրություն չէ, մի մարմնի կողմից արվող ընտրություն չէ, կաթողիկոսի անձը ինքը սակրալ հանգամանք կա նրա անձի մեջ եւ նրա ընտրության մեջ կա այդպիսի հանգամանք եւ կա ազգային եկեղեցական ժողով եւ Փաշինյանը չի կարող պարզապես այդ ամբողջը իրենով փոխարինել, չի կարող պարզապես այդպես դրսից ինչ-որ ճնշումներով, անգամ եթե ասում եմ, անգամ ամբողջ հոգևորականներին էլ եթե բանտարկեն, ձերբակալեն ու ինչ-որ կեղծ հոգևորականներ, փարաջաներ հագցեն եւ կեղծ հոգևորականներ բերեն, ժողովուրդը չի գնալու եւ չի մասնակցելու այդ կեղծիքներին։ Ընդհակառակը տեղի է ունենում, այս ամենով նաեւ տեղի է ունենում հանցագործություն սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կրոնական կազմակերպության կյանքին միջամտելու հետ կապված այդ հատկանիշներով, որոնց վերաբերյալ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը 2 օր առաջ ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին։ Ես պարոն Սողոմոնյան կցանկանայի նաև Հայաքվեի գործունեությանը անդրադառնանք, չենք կարող չնկատել, չշեշտել, որ Հայաքվեն բավականին ակտիվ է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պաշտպանելու, աջակցելու գործունեությամբ եւ կցանկանայի նշել օրերս հաղորդում եք ներկայացրել, ինչպես են անդրադարձել ձեզ, ինչ պատասխան են տվել եւ նաև Մայր Աթոռում հսկողություն եք իրականացնում, այս օրերին ինչ եք պատրաստվում անել, պաշտպանելու եւ Մայր Աթոռը եւ Հովանավանքը։ Այո։
Մենք ներկայացրել ենք հանցանքի մասին հաղորդում ուրբաթ օրը եւ այդ հանցանքի մասին հաղորդմանը որոշակի ընթացք տրվել է, այսինքն դատախազությունը դա ուղարկել է քննչական կոմիտե։ Ի տարբերություն նախորդ անգամվան, որ էլի եկեղեցու վրա ճնշումների կապակցությամբ հայակվեն հանցանքի մասին հաղորդում էր տվել, այս անգամ կոնկրետ կա նաեւ տուժողի հանգամանքը։ Այսպիսով իրավական տեսանկյունից այդ գործին ընթացք չտալու իրավական հիմքերը շատ ավելի քիչ են, այսինքն ավելի շատ պետք է գործին ընթացք տրվի։ Եվ մենք նաև հստակ հայտարարել ենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ զուտ քաղաքական հրահանգի, հրամանի պատճառով ընթացք չեն տա, նրանց հետագայում որոշակի պատասխանատվություն սպասվում է։ Եվ առիթ օգտագործելով եւս մեկ անգամ ուզում ենք հորդորել մեր իրավապահ համակարգում աշխատող այն մեր սպաներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր այս տասնամյակների ընթացքում իրենց ուսերի վրա կրել են Հայաստանում սահմանադրականության, իրավակարգի ապահովման այդ կարևոր հանձնառությունը ֆունկցիան, սա նրանց պատասխանատվության հարցն է եւ անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեն համակարգի ներսից, որ քաղաքական հրահանգները չաշխատեն, քաղաքական ազդեցությունները չաշխատեն իրենց գերատեսչական լիազորությունները իրականացնելու հարցում։ Ինչ վերաբերում է Հովանավանքի պաշտպանությանը, այսպես ասենք, հիմա այսպիսի իրավիճակ է ստեղծված, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է սադրանք, ցանկանում է, որ ինքը գնա ինչ-որ եկեղեցի, տվյալ դեպքում Հովանավանքն է, խոսք է գնում, որ հետո գնալու է Թալինի եկեղեցի, գնա այնտեղ եւ քանի որ գիտի, որ իր այս գործողությունների հետ կապված հավատացյալների կրոնական զգացմունքներ են վիրավորվում, ոտնահարում եւ հնարավոր է, որ մարդիկ իրենց զայրույթի շնորհիվ գնան այնտեղ եւ նա հենց դա էլ ուզում է, նա ուզում է, որ բախումներ լինեն, նա ուզում է, որ կոնֆլիկտ լինի, որ ձերբակալություններ լինեն, որ վախի մթնոլորտ ծավալվի եւ արդյունքում նա ուզում է օգտագործելով պետական լծակները, պետական անվտանգային ուժերը այս իր արհեստական սարքած կոնֆլիկտում հաղթող դառնա ուժ պրոյեկտի, դրանով եւ բնակչության վրա վախ ներշնչի եւ նաեւ բնակչության մի հատվածի վրա էլ այսպես անտարբերություն նրանց մեջ սերմանի, հուսահատվածություն սերմանի, որ չմասնակցեն գործընթացների, չմասնակցեն մասնավորապես ընտրական գործընթացների։ Իսկ դրա լուծումը հետևյալն է, որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ չի կարելի տրվել սադրանքներին, թող մաշվի, թող իր օրակարգը մաշվի։ Միևնույն է, մենք տեսնում ենք, որ իր այդ պիղծ գործողությունները ժողովրդականություն չեն վայելում եւ մարդիկ, որովհետեւ թացը չորից ջոկում են։ Մարդիկ հասկանում են, որ եթե անգամ եկեղեցում կամ ինչ-որ անձանց հետ կապված, առանձին սպասավորների հետ կապված գուցե ինչ-որ խնդիրներ կարող են լինել, ապա խնդիրները այս կերպ լուծելը, կոնֆլիկտի միջոցով լուծելը եւ եկեղեցին քանդելու ձևով լուծելը մանավանդ այն պայմաններում, երբ որ մենք ունենք լուրջ գոյութենական խնդիրներ, կենսական նշանակության խնդիրներ, անվտանգային լուրջ խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ է հասարակական համախմբվածություն, միասնականություն, գնալ պառակտել ժողովրդին, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա կործանարար օրակարգ է եւ չպետք է բացարձակ մասնակցի։ Թող ինքը մաշվի իր այդ արկածախնդրության մեջ, թող ինքը մաշվի։ Պետք չի, որ այդ արկածախնդրությանը մենք պատասխանենք համարժեք ձևով, իր ուզած ձևով, որպեսզի դրանից ինքը չշահի։